Հայազգի Վիգեն Տերտերյանին Իրանում անվանում են Սոլթանը ջազ, այսինքն ջազի արքա։ Նա առաջին արտիստներից էր, ով բեմի վրա սկսեց գիթառով հանդես գալ, ինչը այդ ժամանակվա Իրանում ընդունված չէր։ Վիգենի կարիերայի վերելքը սկսվում է 1951 թվականին Շեմիրամ սրճարանում։ Նրան այդ սրճարանում նկատում է հայտնի ռադիոպրոդյուսերներից մեկը ու իր երգերից մեկը, որը կոչվում է Լուսնի լույս, եթեր է տալիս ռադիոյով։ Ու Վիգենը դառնում է ամբողջ Իրանի թիվ 1 աստղը։ Համ երաժշտական տաղանդի, համ արտաքինի, համ էլ կանանց շրջանում պոպուլարության համար նրան համեմատում էին Էլվիսի հետ։ Օրինակ Փոլ Մակքարթնին, երբ գնացել էր Իրան, հանդիպումների ցուցակի առաջին տեղերում Վիգենն էր։ Նախքան իսլամական հեղափոխությունը Վիգենը տեղափոխվեց Ամերիկա։ Ասում են, որ ԱՄՆ տեղափոխվելու պատճառը Վիգենի եւ Ռեզա Շահի եղբայրներից մեկի կոնֆլիկտն էր։ Կոնֆլիկտը կնոջ պատճառով էր ու ասում են նաեւ, որ Վիգենը ապտակել էր Ռեզա Շահի եղբորը։ Վիգենը կյանքից հեռացավ 2003 թվականին, բայց Իրանի ջազի արքա տիտղոսը մինչև այսօր Իրանն է։ Այսքանը։